Բան ասեմ, նույն ասածը ցավ։ Ինչից լարվեց իրավիճակը։ Լարվեց, որ իրանք եկան ասեցին երկու հոգի թողաներս մենք այդ արարությունն ենք անելու, որին պատասխանեցինք, ասենք, արի սաղցանողները դուսը կայնացեն, բա կամերաների առաջ չեմ ուզում խոսամ, քանի որ ինքը ես իրան դաժե ճիշտը որ ասեմ, ոչ գնդապետ է կոչումը, բայց թե ով է, ինչա ազնվությամբ չեմ ճանաչում։ Եկավ իմ ասում է, որ իրանց խորհուրդը որոշել է, որ մեզ 3 ծնողի կընտրունի Արման Սարգսյանը մեր հարցերին սպառիչ պատմում, բայց մեր հենց այդ նախորդ օրը, որ մենք այդ ակցիան կատարել ենք, հենց ես մեքենայով ստե Արման Սարգսյանի դեմն եմ կանգնել։ Ու իրան տեղեկացրել են, որ մենք հեսա գալիս են ծնողները ակցիա են կանելու։ Ինքը թողեք շգնացել է։ Ուրիշ մեկիներ ուղարկել։ Հա, հետո ուղարկում է Ստեփանյանին, այսել է հետներ եկել Ստեփանյանը։ Եկան, ասեցին դուք 2 շաբթի օրը կունենաք հանդիպում ձեր ուզած մարդկանց հետ, այդի հստակեցվել է, իրանք ինձ երաշխավորել են, որ ես կհանդիպեմ իմ ուզածը։ Ստեփանյանը երաշխավորեց, որ մենք կհանդիպենք այդ մարդկանց հետ։ Մենք դրա համար արդեն իր խոսքը հաշվի առնելով, չնայած ես իրան շեշտեցի, ասեցի, մենք մի անգամ էլ ա եղել այս նմանատիպ պայմանություն, որ իրանց կողմից էլի քենսել արել այդ օրվա, հաջորդ օրվա եղել, էդի չի, բայց եղել արդեն խախտում։ Ու դրա համար հարցեց, ասի կարող է լինի, ասես չէ, որ ասում եմ ելնելու է։ Դե մենք էլ հավատացինք, հիմա մարդ ենք, չհավատանք, գնդապետ կոչումով մարդիկ են, փառահեղ անցյալով չհավատանք, հավատացինք, հիմա բայց դե տեսանք, որ էլի հերթական իրանց մանիպուլյացիայի շնորհիվ ուզեցին դաժե հենց իրանք, հենց շտաբի աշխատողները փորձեցին ընդհարում սարքեն, որ այս դառնա անկառավարելի ծնողները բախում ոստիկանների հետ, որ իրանք արդեն ուժ կիրառելով նստեցնեն, տանեն հարցը փակեն այդ ձևով։ Էդ է իրանց ձևը։ Ղուկասյան, միայն այսօրվա մասն է խոսքը, որ օրինակ ԿՇՊՏ չի կարող ձեզ ընդունել եւ փոխարենը Արման Սարգսյանը։ Օրինակ վաղը, եթե առաջարկեն հանդիպում։ Չէ, ցավը տանեմ, դա արդեն լուրջ խոսակցություն չի դառնում։ Այն վաղ ասենք շաբաթ օրերը աշխատանքային չէ, 27-ն էր։ Այսօր հո աշխատանքային է, այսօր հո իրանք ստեն, այսօր հո տեխնիկապես այդպես բաներ, խնդիրներ չկա։ Այսինքն այդ մարդիկ կոնկրետ խուսափում են մեր հետ, որովհետև իրանք արդեն գիտեն մեր ունեցած ինֆորմացիաները, տվյալները արդեն այն ձևի է, որ իրանք մեր տված հարցերի տակ ուղղակի չեն կարալու պատասխաններ տան։ Իրանք չեն կարալու այդ հստակ հարցերը, որ ես իրանց կամ ծնողները իրանց տան, իրանք դրա պատասխանը չունեն, իրանք այդ ամեն ինչը, որ չհայտնվեն այդ վատ վիճակում, խուսափելու են, ուրիշ ոչ մի բան։ Բայց լավ, այսօր խուսափեցին, այն վաղը խուսափեցին։ Հեսա 5 րոպե էլ է տրվեցվի, իրանց ոնց որ վերջնական։ 5 րոպե հետո արդեն մենք սկսելու ենք անել են գործողություններ, որոնք միշտ էլ արել են։ Փողոց ենք փակել։ Մարդկանց նորից եմ ասում, խնդրում եմ իրանց ներողամտությունը, իրանց որ անհանգստություն, անհարմարություն ենք պատճառում, բայց պետք է մեր ազգաբնակչությունն էլ հասկանա, որ դա մենք չենք անում ուղղակի մեր այս ամեն ինչը թող իրանք հասկանան, որ մենք երեխեքի համար ենք անում։ Մեր երեխեքի ճակատագրի համար ենք անում, որ այսօր վադրությամբ այն կառույցը, որ այս երեխեքին զորակոչել է, տարել է բանակ, այսօր կատեգորիկ ձևով հրաժարվում է, ձեռները թափատվե, քաշվել է ղրաղ, ոնց որ ինքը ոչ եղել է, ոչ կա, ոչ ունի ինչ-որ մեզի բան ասելու, տարան, կոտորեցին, տարան, կորցրեցին, իմանալով անգամ տեղները չգնացին, հետևներից պատերազմի ժամանակ իմանալով այդ տղեկը որտեղ են թաքնված անտառներում, ոչ մի միջոց չձեռնարկեցին այդ տղեկին են, որ հլա անտառներում էին, որ գնային փրկեին, այդ վախտել չարեցին, դրա մասին հլա են թվերին հասվե, ոչ մի բան, կատեգորիկ, այս մարդկանց նպատակը երեխեքին կոտորելն ու երեխեքին ասենց ոչնչացնելն էր։ Սրանք էդ են, այս կառույցը էդ է։ Դե մի կտենան, դե էդեն թե չէ։ Շնորհակալ։ Տրիբյունայում իհարկելի հետևորդներ, ինչպես